Եթե դու սիրում ես այն, ինչ անում ես, կյանքդ ավելի հարմար ու հետաքրքիր։ Հենց սա է իմ մոտիվացիան, անել այն, ինչ սիրում եմ, ասել է Սթիվ Ջոբսը։ Այս գիտակցումով էլ մենք կարանցինք մի բան, որ շատ սիրեցինք՝ մարդ, որը տեխնոլոգիան դարձրեց արվեստ։ Ահա մեր հետաքրքիր ու նորարարական մտածողությամբ հագեցած նախագծային աշխատանքը։ Աշխարհացույցի ուղիներով շրջելով մենք գտանք այն, որ ցանկացած ոգեշնչում դառնում է ներշնչակի դիզայն։ Մեր թիմի նպատակն է Սթիվ Ջոբսի ստեղծագործական մոտեցումն ու նորարարական մտածողության ուսումնասիրումը, պարզելով, թե ինչպես է նա հյուսել տեխնոլոգիան և արվեստը։ Աշխատանքն ավելի համեմված է, երբ ճիշտ հանդիպումներ ես կազմակերպում։ Մենք եղանք տեխնոպարկում, մարզային գրադարանում, մխրճվեցինք գրքերի աշխարհում, ապրեցինք ու ապրվեցինք Ջոբսի մտքերով, գաղափարներով ու հասկացանք, որ աշխարհը փոխում է այն մարդիկ, որոնք խելագար են մտածում։ Սա նախագծային չէր, այլ մի աշխատանք, որը զբաղեցնելու է մեր կյանքի մի փոքրիկ մասը։ Մենք հավատում ենք այն, ինչ արել ենք։ Ինչպես Ջոբսն է ասել, նորարարությունն այն է, ասել ոչ հազարավոր բաների։ Ընտրեցինք այս հետաքրքիր թեման, հավաքեցինք տեղեկատվություն, իրականացրինք նկարահանումներ, փոդքասթ, գովաստ, ամենատպավորիչը 3D մոդելի պատրաստումը։ Ֆրիկատ ծրագրով պատրաստել ենք Apple-ի համակարգիչներ տարբեր ժամանակներում։ Աշխարհացույց արտակում գործիքակազմի ուսումնասիրում, աշխատանքի ձևավորում, ու այս ամենը ուղեկցում էր մեզ աջակցող թիմի կարևոր ու անհրաժեշտ խորհրդատվությամբ լի հանդիպումներով։ Ջոբսը մշտապես հետևում էր, որ տեխնոլոգիան սովորաբար չխանգարի, այլ գեղեցիկ և ինտուիտիվ լինի։ Մենք էլ փորձում էինք անել լավ ու սիրով։ Ես պատրաստել եմ տեսահոլովակ, որում ներկայացված է Apple բջջային հեռախոսների պրոգրեսը 2007-ից 2025 թվականներին։ Եթե համեմատենք 2007 թվականի հեռախոսների և 2025 թվականի հեռախոսները, ապա կտեսնենք տարբերություն տեսախցիկի հզորության էկրանի մեջ։ Ամեն բան իր գեղեցիկ ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր մտքի կամ գաղափարի սկիզբ է, ու սկիզբ լինելու է։ Մենք էլ գուցե կստեղծենք, կարարենք աշխարհում մի բան, որ գործի արվեստ լինի, տեխնոլոգիաներ, որոնք փրկեն կյանքեր, իսկ փրկության գույնն էլ լինի սիրելը։ Որն է վերջնարդյունքը, սա էլ կդիտեք փոդքասթի եթերում։